Բարև ձեզ սիրելի ժողովուրդ, այսօր մենք տաղավարում ենք Քարոզարշավի 8-րդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կառավարման տարիներին արված աշխատանքը ընտրողներին ներկայացնելու նոր ձևաչափ է մտածել։ Տաղավարում կլինեն մարզպետները, իսկ զրույցի թեման մարզերում իրականացված աշխատանքները։ Կառավարական ամառանոցում վարչապետի առաջին հյուրը Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն է։ Մարզային այցելություններից առաջ որոշեցինք, որ այսպիսի ձևաչափով մարզպետի ներկայությամբ ես ներկայացնեմ, թե ինչ աշխատանքներ են արվել։ Մեկ ժամ տևած ուղիղ եթերից հետո քաղաքացիական պայմանագրի քարոզչական ավտոբուսը շարժվում է դեպի Փարաքար։ Մոտ 20 րոպե հավաքվածներին Նիկոլ Փաշինյանը պատմում է, թե խաղաղություն է հաստատված, Հայաստանը ծաղկում է, գյուղատնտեսությունը զարգանում, իսկ շինարարությունը գրեթե հասնում է խորհրդային միության տեմպերին։ Ծափեր կան, Նիկոլ վարչապետ վանկարկողներն էլ չեն թերանում, բայց այստեղ Նիկոլ Փաշինյանի ակնկալիքները կարծես թե չեն արդարանում։ Լավ չզարթնացրիք Քարոզարշավը այսօրվա ժողովուրդ, լավ չզարթնացրիք։ Եղանակը, այդ չէ պատճառ չգիտեք, այդ եղանակը մաստարայի հանրահավաքը տեսել եք, վիդեոները տեսել եք, խաղաղությանը տեր կանգնելու համար վատ եղանակ չկա։ Մի քանի տասնյակ ընտրող ստանում են քարտեզ ու բուկլետ, հաջորդ բնակավայրը Արաքսն է։ Ելույթն այստեղ կրկնում է վարչապետը, հետո նկատում առաջին շարքերում իրեն լսողները երեխաներ են, իսկ դպրոցում դասերը դեռ ավարտված չեն։ Երեխեք ես դասից փախել եք։ Ասում են այո։ Դուք լրիվ իմ հետևից ենք ընկել, ես անդիմությունելի, սկսելու երեխեքին Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին։ Միանգամից դասի, արագ, վազելով։ Միանգամից դասի։ Սիրելի էջմիածներ, Էջմիածին քաղաքում մոտ 40 րոպե ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը, ներկայացնում արածներն ու առաջիկա անելիքները, բայց այդպես էլ հարթակից չի խոսում վեհափառին հեռացնելու իրենց ծրագրից։ Մեկ տարվա պատմություն ունեցող այս օրակարգը տեղ է գտել նաև քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագրում, բայց արդեն 8 օր է քարոզարշավ անող Փաշինյանը ընտրողների հետ այդ հարցով չի խոսում։ Էջմիածնի մշակույթի տան դիմաց ելույթն ավարտելուց հետո շտապում է դեպի ավտոբուս։ Հնդածս արձանագրում, քարտեզներն արագ կբաժանի, երեխաները քիչ են։ Եկեք քարտեզներ բաժանելով գնանք, ես մարդկանց մեջ քայլելով գնանք, քարտեզ տվեք, լիքը երեխա ոնց որ շատ չկա։ Երեխաներ շատ չկան, բայց հրապարակում աշխատանքային ժամին վարչապետին են լսում քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցներ, այդ թվում համայնքի ղեկավարի առաջին տեղակալը։ Փաշինյանին ճանապարհելուց հետո շտապում են աշխատանքի։ Մեր իրավունքն է, մենք կարող ենք ընդմիջման փոխարեն ցանկացած հանրահավաքել կամ այլ գործունեությամբ դուրս գալ քաղաքում քայլել։ Լեոնարդ ստեղ ես թխվածքում։ Մեծամորում վարչապետին առաջին ողջունողները երեխաներն են։ Այստեղ էլ վարչապետը շարունակում է քարոզարշավն առանց շեղվելու ընտրված ձևաչափից։ Թոշակները բարձրացնելու եւ թոշակառուների կյանքը բարելավելու մասին Նիկոլ Փաշինյանի ելույթը ընդհատում է Ազատի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայողներից մեկի մայրը։ Նա որդու մահվան համար Նիկոլ Փաշինյանին է մեղադրում։ Ես իմ երեխուն եմ ուզում, ինձ ոչ մի բան պետք չի, ոչ թոշակ, ոչ աշխատավարձ, ոչ մի բանի լափելով, դուք ոչ մի բանի չեք հասնի, ես իմ երեխուն եմ ուզում, ես շատ տաճակում, 18 տարի գայլել եմ այդ երեխու հետ, ուրա իմ երեխեն, ես եք սևավոր դարձրիք մեզի։ Վարչապետը, որ մի քանի րոպե առաջ իր աջակիցներին հորդորում էր կնոջ նկատմամբ հարգալից լինել, ինքը ելույթը շարունակեց զոհված զինծառայողի մոր վրա բղավելով եւ նրան հորդորելով 15 զինծառայողի մահվան մեղավորներին փնտրել նախկինների շարքերում։ Ինչի՞ չեք գնում ընդդիմության հանրահավաքներին անում։ Մաղսուդյան կոչվածը ընդդիմադիր ակտիվիստ է եւ բոլոր հնարավոր տեղերում միանք ինչի՞ չեք գնում Մաղսուդյանին։ Ինչի՞ չեք գնում։ Ինչի՞ չեք գնում, ես դրանց եմ ազատել աշխատանքից, որ իրանց աշխատանքային պարտականությունները չեն կատարել եւ հանել բռնդել են բանակից դրանք։
Թե որն է զոհված զինծառայողի մոր արձագանքն արդեն լսելի չէ։ Շատ բարձր է Նիկոլ Փաշինյանի ձայնը, առավել բարձր են նրան ուղղված ծափերը։ Իսկ Ազատի հրդեհի դատաքննությունն ավելի քան 3 տարի է շարունակվում է։ 15 զինվորի կյանք խլած այդ հրդեհից հետո իրավապաշտպանները պնդում էին, թե պատշաճ պայմանների բացակայության պատճառով տեղի ունեցած այդ ողբերգության գլխավոր պատասխանատուն նախարար Սուրեն Պապիկյանն է։ Դատական նիստերի ընթացքում էլ ի հայտ են գալիս մի շարք դրվագներ, որոնցից պարզ է դառնում, որ ժամկետային զինծառայողների կացարանը մի խարխուլ տուն նվազագույն պայմաններ անգամ չի ունեցել։ Այս միջադեպից րոպեներ անց վարչապետն ուրախ ավտոբուսում է, դիմացն էլ Առատաշենի ելակը։ Խուդացան ես որտեղ ելակն է։ Առատաշենի ելակ։ Արմավիրի մարզին։ Դալարիկում Նիկոլ Փաշինյանը դարձյալ շրջապատված է երեխաներով։ Բայց են չեղավ երեխեք, ճիշտ լավ ասում եք, բայց թե մի պրոբլեմ կա։ Դուք ընտրելու իրավունք չունեք։ Ձեր ներկա մեծահասակներն էլ չեն մասնակցում բանին, վանկարկմանը չեն մասնակցում, ինչը ինձ այդ մտահոգում է։ Ձեր տնեցիկին հաստատ, բայց կլսեն դες, հաստատ, ընտրություններ 2026-ին քվեարկում է։ Այստեղ անցկացված ժամանակի ուղիղ կեսը վարչապետը քարտեզ ու սրտաբլիթ է բաժանում երեխաներին։